Տիկին Հովսեփյան, չնայած դες անընդհատ փորձում են տանել այդ տիրույթ, դուք ինչպիսի ընտրություն կկատարեիք, եթե լինի այլընտրանք, դուք իրավացիորեն նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է ընդունում, որ այդ այլընտրանքը գոյություն չունի։ Նույնիսկ իրենք այս փուլում չեն կարող այդ պատասխանը տալ, որովհետև իրանք էլ չեն տեսնում այդ այլընտրանքը։ Բայց իմ հարցադրումը այլ համատեքստում է լինելու Եվրոպական միության ինտեգրացիան ավելի մարդու իրավունքների պաշտպանության համատեքստ պետք է պարունակի ժողովրդավարության ամրապնդման համատեքստ։ Այսօր Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան տարեդարձն է։ Եվ ցավոք սրտի ես եւ դուք այսօր կարող ենք շնորհավորել Արեգնազ Մանուկյանի դստեր տարեդարձը, բայց ինքը նույնիսկ հեռախոսով չեմ էլ ասում անձամբ, շնորհավորելու հնարավորությունից զրկված է։ Եվ սա այն իրականության մեջ, երբ իշխանության են մարդիկ, ովքեր խոսում են եվրոպական արժեքներից, եվրոպական քաղաքակրթությունից ու ժողովրդավարությունից։ Այսօր նաև ակցիա է տեղի ունենալու Արեգնազ Մանուկյանի իրավիճակով պայմանավորված, եւ իսկապես ես ուզում եմ հասկանալ, արդյոք այս պատկերացումներն ունենք, երբ որ խոսում ենք ժողովրդավարության մասին եւ եվրոպական ինտեգրացիայի մասին։ Հիմա խոսվում է անդամակցություն, ինտեգրացիա, տարբեր հարթությունների մասին, բայց նորից եմ ասում, Եվրոպական միությունը նախ եւ առաջ արժեքների մասին է, ժողովրդավարության մասին է, մարդու իրավունքների մասին է, ու ինչքան բարձր են գոռում ժողովրդավարությունից, այնքան ավելի ճնշված են մարդու իրավունքները, մասնավորապես Արեգնազ Մանուկյանի օրինակով պայմանավորված։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան հարցի համար, իսկականից մի ցավալի իրականություն ենք ապրում։ Ինչքան ասեք Եվրոպա, նոր ասում են ինչքան ասեք շաքար, ավելի չի քաղցրանալու, չէ։ Եվրոպա ասելով չի էլի վերջո, եվրոպական արժեքները գալիս, այլ կոնկրետ գործողությունների, կոնկրետ բովանդակային հողի վրա ունեցած արդյունքներից։ Այսօր ունենք մի այնպիսի վիճակ, որ Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, եւ անգամ ես ճիշտ ասած Տիկին Գրիգորյան ես զարմացած եմ որ մենք ստիպված ենք այս ամբիոնից բացատրել թե ով է քաղբանտարկյալը կարծես թե երեք են ներկայացնում որ ով է իրականում քաղբանտարկյալը որտեղ կարծես այս հատվածը տեղյակ չի թե քաղբանտարկյալ տերմինի բացումը ինչպիսին է առավելապես մեծ ցավ եմ ապրում որ այսօր ունենք կին քաղբանտարկյալ մինչև դա էլ ունենք կին քաղբանտարկյալ եւ ճիշտ ասած կարծում եմ որ մեր գործունեությունից ինձանից ու ձեզանից էլ հեռու չի դա ցավոք Արձագանք, Տիկին Գրիգորյան, քանի դեռ քաղբանտարկյալ չեք։ Դե քանի դեռ շատ ճշգրտորեն նշեցիք, պարոն Ալեքսանյան, ինչպես դուք եք երևի պատկերացնում, որ դա հնարավոր է, քանի դեռ նշում եք։ Ամեն դեպքում այս առիթը ուղղակի ուզեցա օգտագործել եւս մեկ անգամ անդրադառնալու Արեգնազ Մանուկյանի քաղաքալացյալ քաղբանտարկյալ լինելու կարգավիճակին, մասնավորապես այն հանգամանքով նաեւ պայմանավորված, որ իր դստեր ծննդյան տարեդարձն է եւ ցավալիորեն նորից եմ ուզում արձանագրել, որքան բարձր է հնչում Եվրոպական միություն, անդամակցություն բառերն իրար հետ, այնքան ավելի վատթարանում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի Հանրապետությունում։ Երբ որ ասում են մենք շատ բարձր սանդղակ ենք դրել եվրոինտեգրման, այդ հարցից հետո շատ էպիկ էր ձեր հարցը, այդպիսի սանդղակ եք դրել, որ այսօր ունենք Հայաստանում քաղբանտարկյալ պարոն Աղաջանյան։ Շնորհակալ եմ։